Փաշինյանը վերջ շատ բան փորձեց, բայց վերադարձավ իր հին փորձված տեխնոլոգիային, ես ձեզանից մեկն եմ։ Գնաց առաջին անգամ դպրոցներ սկսեց պոկել, ջարդել, այդ պահից սկսած նա ընտրապայքարի մեջ է։ Ինքը խնդիր ունի իր ընտրազանգվածը պահելու։ Հավաքական ընդդիմության, անկախ նրանից ով է, ինչ է, խնդիրը ընտրողին ընտրատեղամաս հասցնելն է։ Չարչրկված Գյումրի 2 եւ այլն հավանական համարում եք։ Իհարկե։ Ցանկացած ընդդիմադիր ուժ, եթե այդպես չվարվի, դա նշանակում է կաշխատի Նիկոլ Փաշինյանի օգտին։ Այսինքն, այս ամենը խառնել է մի տեսակ Փաշինյանի խաղակարգը։ Իհարկե։ Կարող ենք ասել, որ շանսերը անհամեմատ ավելի լավ են, քան 21-ին ընդդիմության։ Այո։ Եթե ընդդիմությունը չհասկանա, որ իրենց համար էլ է գոյաբանական, իրենք շանս չունեն հաղթելու։ Փաշինյանի ավտոբուսն ընդդեմ Կարապետյանի ավտոբուսի, թե ներընդդիմադիր պայքար առաջինը լինելու կամ թիվ 1 ընդդիմությունը լինելու համար, թե բոլորի պայքար Փաշինյանին հեռացնելու համար, կամ միայնակ հեռացնել դապնիների համար։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր կփորձենք գտնել այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյան, բարի գալուստ Կիզակետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերին արձագանքելու համար։ Պարոն Քոչարյան, Փաշինյանի տեխնոլոգիայից խոսենք սկզբում կարճ, եթե դա տեխնոլոգիա է, ավտոբուս ընթացքում անհասկանալի ուտելու հետ կապված ինչ-որ անընդհատ շարք, հետո շփումներ ժողովրդի հետ։ Հիմա սա տեխնոլոգիա է, թե այդպես է ստացվում, եւ եթե տեխնոլոգիա է, որքանով է աշխատում, արդյոք այդ մարզային հանդիպումներում Փաշինյանի երևում է կամ ինքը տեսնում է, որ ժողովրդականություն ունի, ընտրազանգված ունի, կամ դուք ինչ եք տեսնում։ Տեխնոլոգիա է, Փաշինյանը վերջ շատ բան փորձեց, բայց վերադարձավ իր հին փորձված տեխնոլոգիային, ես ձեզանից մեկն եմ։ Ես ձեր նման պերաշկի եմ ուտում, ես ձեր նման շուրջուխ եմ ուտում, ես ձեր նման թթուլավաշ եմ ուտում, ես ձեր նման ավտոբուսի մեջ կարող եմ ճոճվել կանգնած տեղս օրինակ, պարենք եւ այլն։ Սա է տեխնոլոգիան, որովհետեւ կարծում եմ երկար փորձեց մոտ 2 տարի, իրականում Փաշինյանը այս ընտրապայքարը սկսել է 24 թվականի հունվարից, երբ գնաց առաջին անգամ դպրոցներ սկսեց պոկել, ջարդել, այդ պահից սկսած նա ընտրապայքարի մեջ է։ Եվ այդ ընթացքում փորձեց շատ բաներ, փորձեց հեծանիվ, փորձեց սրտիկներ, փորձեց վարչաբենդ, դիսկոտեկներ եւ այլն եւ այլն։ Նաեւ եկեղեցու դեմ պայքար, թե դա դրա մեջ չի։ Չէ, դա դրա մեջ չի։ Եկեղեցու դեմ պայքարը չի մտնում իր տեխնոլոգիայի մեջ, դրա համար սառեցրել է, եթե դուք տեսնում եք, որովհետեւ դա ես կարծում եմ թուրք-ադրբեջանական պահանջ էր եկեղեցու դեմ պայքարը, ինչպես նաև անկախության հռչակագիրը հանել սահմանադրությունից, փոխել այս ընդեղի պահանջներն է։ Զուտ ներքաղաքական եւ էլեկտորալ իմաստով սա չի մտնում տեխնոլոգիայի մեջ, ավելին ինքը տեսավ, որ վնասում է, սառեցրեց, եթե տեսնում եք։ Բաց է թողում տարբեր եպիսկոպոսներին, որոնք փաստորեն միայն Սրբազանն է մնացել հիմա։ Սա է, ես կարծում եմ ինքը փորձեց, հասկացավ, որ բավականին իջել է, իր էլեկտորալ վարկանիշը, փորձեց հատկապես աշխատի երիտասարդների վրա։ Վարչաբենդ։ Միայն վարչաբենդը չէ, սրտիկները, հեծանիվը, այդ ամեն ինչը ավելի շատ երիտասարդներին էր ուղղված։ Երևի տեսավ, որ դա չի աշխատում, վերադարձավ, այն որ ասում է, փորձած թանին։ Իսկ սա աշխատում է հիմա՝ ի տարբերություն այն սկզբի։ Հիմա ինքը խնդիր, ես կարծում եմ, չունի շատ նոր ընտրազանգված։ Հիմա ինքը խնդիր ունի իր ընտրազանգվածը պահելու, որը դեռ կա։ Իհարկե կա, ոչ ոք չի կարող ասի, եւ այդ ընտրազանգվածը որպեսի չպակասի, օրինակ բարձրացրեց թոշակները, որովհետեւ ընդամենը մի քանի ամիս առաջ ասում էր, որ 10,000-ը ինչ պետք է անի թոշակառուն, տեսավ, որ այդտեղ ինքը կորցնում է, երիտասարդներին էլ չի բերում։ Ու վերադարձավ, ասում եմ, փորձած թանին։ Թոշակառուները, այսինքն բարձրացված թեկուզ 10,000-ով թոշակառուները
մեծ մասը իրենց կամ որևէ մաս դուք համարում եք պոտենցիալ ընտրազանգված այս պահին Փաշինյանը կազդիճը այս պահին ես չգիտեմ, բայց երկար ժամանակ այո թոշակառուները դա Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածն էր, բայց այդ ֆրազից հետո նոյեմբեր ամսին էր, չեմ շփոթվում, որ հայտարարեց, որ իս 10,000-ը ինչ պետք է անեն, այդտեղ ես կարծում եմ հետագա արդեն ընդհանրում եմ հունվար կամ փետրվարի սկիզբ արված սոցհարցումներից հասկացան, որ թոշակառուների շրջանում շատ են կորցրել այդ ֆրազից հետո եւ արագ որոշեցին, չգիտեմ որտեղից, որովհետեւ բյուջեն արդեն հաստատված էր, ավելացնել թոշակները։ Դուք տեսեք, դուք ասում եք ուզում եք պահել էլեկտորատը իր այստեղ ինչ-որ մի տեսակ բան, հա, անհուսության կամ կասկածի նշույլներ կա, եթե այդպես է։ Ապա ինչ է նշանակում են մի երկու անգամ արդեն հայտարարել է, որ մեր նշաձողը 65%-ն է, անուն է անգամ դրել հեղափոխություն 3 ենք անելու։ Սա ուղղակի թիմակիցներին հանգստացնող հայտարարությունը, թե դա թիմակիցներին, աջակիցներին իհարկե, ինչպես եւ ցանկացած, դա արդեն ընտրապայքարի ավելի շատ ստանդարտ տեխնոլոգիա է, ինչպես օրինակ ցանկացած ընդդիմադիր ուժի լիդեր հայտարարում է, որ դա ես կարծում եմ ցանկացած երկրում ցանկացած ընտրապայքար անկախ արդեն տեղից, վայրից, ժամանակից դա միշտ այդպես է։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ դա չի համընկնում իր ունեցած իր ներքին ունեցած ինֆորմատիվների հետ, այլ է, հա, իր ինֆորմացիան։ Ես կարծում եմ այո։ Ես կարծում եմ այո։ Դե գիտեք ոնց է, համենայն դեպս գոնե այն սոցհարցումը, որը իրենք գովերքում էին, IRI-ի, այնտեղ 24% է, համենայն դեպս 65-ից շատ հեռու է, անգամ իրենց գովերքած սոցհարցումներով։ Պլյուս իրենք հաստատ ունեն տվյալներ ու այլ, չէ, ձևերով ներքին։ Ենթադրում եմ, ես չեմ կարող պնդել, բայց ենթադրում եմ, որ ցանկացած քաղաքական ուժ իր սեղանի վրա ունենում է ավելի ստույգ տվյալներ, թեև Հայաստանում սոցհարցումներին ես ինքս երբեք չեմ վստահել, ես վստահում եմ, իհարկե, բայց ֆոկուս խմբերի, բայց Հայաստանում, բայց ոչ սոցհարցումներին։ Արագ արված այն էլ հեռախոսով հեռախոսային հարցումներ, ինչ որ մի քանի հազար հոգու մեջ անհասկանալի է, որ մարդիկ վախենում են ճիշտ ասել կամ խուսափում են, դա միշտ է այդպես եղել, այնպես չի որ հիմա է, հիմա պարզապես այդ միշտ կա, հա, այդ խնդիրը, երբ որ բա որ մեզ լսեն, բա որ գործից հանեն, բա որ կպնեն իմ հարազատին եւ այլն եւ այլն։ Այդ պարագայում կարող ենք ասել, որ ընդդիմության, օրինակ, ուժեղ Հայաստանի հրապարակածը ավելի չեմ ասում 100% հավաստի, ավելի հավաստի կարող է լինել։ Գիտեք, ես նորից եմ կրկնում, եթե դա արվում է ֆոկուս խմբերի հիման վրա, դա հավաստի է, եթե դա սոցհարցում է, տեսեք ոնց է, մարդը ինքը իրենով անգամ այսպես է, հա, ինքը միշտ ուզում է դուր գալ նրան, ում հետ այդ պահին խոսում է։ Հոգեբանական, հա։ Սա այդպես է։ Այսինքն դրա վրա հիմնվելով այսօր ինչ-որ բաներ գծելը 100%-ից հեռու է, հա։ Չէ, տեսեք, լրիվ իգնոր անել եւս իմաստ չունի, հա, որովհետեւ այնուամենայնիվ դա ինչ-որ բազային տվյալներ են։ Բայց դրա այդ շեղումը, սովորաբար շեղումը ես նկատի ունեմ սոցիոլոգիան որպես գիտություն եւ սոցհարցումները որպես գործիք այդ գիտության, սովորաբար լինում է 3-ից 4% շեղում միշտ։ Ես կարծում եմ Հայաստանում դա կարող է լինել, ասենք, մինչև 20% շեղում, էլի։ Ես ենթադրում եմ այդպես, համենայն դեպս մենք դրա տեսել ենք, բազմից ենք եղել ականատես, այդ թվում նաև 21 թվականին նույն IRI-ի տված հարցումներով, հա, այդ շեղումները գործերը վատ էին ավելի, չէ՞, կարծեմ այդ հարցումներով։ Ընդհանրապես չէ, ոչ մի ընդդիմադիր ուժ չէր անցնում, հա, այդ նշանակում է 4%-ը չէին անցնում, բայց կարծեք թե այն ժամանակ Հայաստան դաշինքը 21% հավաքեց։ Այնպես որ փաստորեն այդ նույն իմ ասած մոտ 20%-ի շեղումն է տալիս։ Պարոն Քոչարյան, տեսեք, ընդդիմադիր դաշտին եթե գանք, ինչ է կատարվում, Ռոբերտ Քոչարյանի ելույթից հասկացվեց, որ փորձառուն ինքն է պետական կառավարման եւ այդ փորձեր ունի, միայն ինքը կարող է հաղթել կամ հեռացնել Փաշինյանին եւ այլն։ Սա քար էր, կարող ենք համարել քար օրինակ Սամվել Կարապետյանի ուժի ուղղությամբ։
Արդյոք այդ ներընդդիմադիր պայքարը կա, թե ով է թիվ 1-ը լինելու, որտեղ ուժեղ Հայաստանից էլ ամենօրյա ռեժիմով պնդում են, որ առաջատարը ընդդիմադիր դաշտում իրենք են ու ուղղակի գնում են բացարձակ մեծամասնությամբ հաղթանակի եւ այլն։ Տեսեք, ես արդեն ասացի, որ ցանկը արդեն երբ սկսում է պայքարի մեջ բոլորը մրցակից են։ Դա նորմալ է, եթե դու չես ստեղծել դաշինք իրար հետ չես գնում, դու արդեն մրցակից ես։ Եվ բնականաբար ցանկացած ուժ պետք է իր սկսի գովերքել իրեն, ֆիքսի իր ուժեղ կողմերը։ Ես ճիշտն ասած լսել եմ, բայց չի ասեմ միայն ես կարող եմ, ինքը ասել է, այդ ամեն ինչին միայն ես եմ, ինքը մի քանի կրիտերիա տվեց ու ասեց, որ այդ կոմպլեքս ամեն ինչին ես եմ համապատասխանում։ Բնական է, հիմա Սամվել Կարապետյանի ուժն էլ ասում է մենք ենք նորը, մենք ուժեղ ենք, մենք կարող ենք, մենք ապացուցել ենք։ Չգիտեմ, Թաթոյանն ասում է մենք էլ այս ոլորտներում ենք ապացուցել, որ պրոֆեսիոնալ ենք, մենք կարող ենք, մեզ հավատում են, որովհետև մենք ոչ պետքա չմասնակցի երկրորդը, պետքա չմասնակցի, հիշում եք ինչ է ասել։ Ցանկացածը իր ուժեղ կողմերը փորձում է հիմա ցցել։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը, ինչպես նաև իշխանությունը, երկու խնդիր ունի լուծելու։ Բյուրեղացնի իր, այսպես ասած, միջուկային, կամ յադերնի, ինչպես ասում են, էլեկտորատը, եւ փորձի այն 50-60%-ից, որը չկողմնորոշված են վերջին 5-6 տարիների ընթացքում, թե համապետական ընտրություններին, թե թիմ ընտրություններին, այդտեղից մաքսիմալ դեպի իրեն կողմնորոշի։ Ես կարծում եմ, որ հավաքական ընդդիմության, անկախ նրանից ով է, ինչ է, խնդիրը ընտրողին ընտրատեղամաս հասցնելն է։ Իշխանության խնդիրը ընդհակառակ, հնարավորինս քիչ մասնակցությունն է։ Այս պարագայում տեսեք, այս որ առանձին ամեն ասում է ես եմ ուժեղը, դա ընդհանուր նպատակին չի խանգարում, այսինքն չէ բոլորը ասում են որ մեր նպատակը Փաշինյանին հեռացնելն է։ Բոլորը այդուհանդերձ մեկ նպատակ ունեն, որը կրկնվում է այդ նպատակը բոլորի մոտ։ Այսինքն չի ուժեղացնում Փաշինյանի դիրքերը, այս մի տեսակ մասնատատություն չասեմ, այսինքն չեմ կարծում։ Ես հասկացած եմ, չեմ կարծում, որ ուժեղացնում է, որովհետև գիտեք, եթե ես ինքս բազմիցս ասել եմ, հայտարարել եմ, որ ընդդիմությունը փոխանակ պայքարի Նիկոլ Փաշինյանի դեմ իրար դեմ է պայքարում, բայց երբ գալիս են նախընտրական ժամանակահատվածը, այդտեղ արդեն նորից եմ կրկնում, այստեղ խնդիրը նա չի, որ պայքարի դրա դեմ, խնդիրը նա է, որ պայքարի իր ուժի համար առավելագույն ձայներ ստանալու համար։ Այսինքն հիմա իրանք իրար դեմ չեն պայքարում, ճիշտ եմ հասկանում, ձայների համար են։ Իհարկե։ Իրանք հիմա ոչ թե պայքարում են միմյանց դեմ որպես քաղաքական միավորներ, այլ մրցակից են եւ պայքարում են առավելագույնս ընտրողների ձայների համար։ Այս պարագայում հիմա եթե մտան խորհրդարան մի քանի ուժ, ինչ եք կարծում, բոլորով Փաշինյանի դեմ տարբերակը կաշխատի, թե ամեն մեկը առանձին կուզեն, այսինքն չարչրկված Գյումրի 2 եւ այլն հավանական համարում եք։ Իհարկե։ Այսօր տեսնում եք այդ պոտենցիալը։ Իհարկե։ Ինչու չեմ տեսնում։ Առաջին համարին պատրաստ կլինեն ձայն տալ բոլորը։ Ով առաջին հավաքած ուժին նկատի։ Կարծում եմ այո։ Հետո դժվար կլինի, որովհետև ցանկացած ընդդիմադիր ուժ, եթե այդպես չվարվի, դա նշանակում է կաշխատի Նիկոլ Փաշինյանի օգտին։ Համարեք նա կդառնա քաղաքական դիակ այդ պայից սկսած։ Մենք նման դեպքեր ենք ունեցել։ Ես կարող եմ հիշեցնել ձեզ 2008 թվականի փետրվարի այդ ժամանակ 29 օր էր, երբ օրինացի երկիր Արտուր Բաղդասարյանը կնքեց եւ այդ պայից սկսեց վախճանը այդ քաղաքական ուժի։ Գնալով պակասեց եւ ասում եմ հիմա որտեղ են նրանք։
Դուք նկատի ունեք, հա Նիկոլ Փաշինյանին միացող չի լինի, այդ նաև նկատի։ Այստեղ խնդիրը նա չի, որ միացող չի լինի։ Տեսեք, քաղաքապետարանի ժամանակ էլ միացող չեղավ։ Ну, բացառությամբ հանրապետության, որը չի էլ թաքցնում։ Այդտեղ նա անդիմադիր չի, որպես ապրիորի, այսինքն Նիկոլ Փաշինյանի դեմ չեն պայքարում, չեն խոսում եւ այլն եւ այլն։ Խոսքը նրա մասին է, որ բոլոր նրանք, ովքեր պայքարել են իշխանության դեմ եւ չգնան ընդհանուր նպատակի իշխանությանը հեռացնելու, այնք ավտոմատ դառնում են արդեն իշխանության ուժ կամ իշխանության սպոյլեր։ Ուզած չուզած այսպես ստացվում։ Ուզեն թե չուզեն, կամա, ակամա, այդպես է դառնում։ Եվ այդտեղ նորից եմ կրկնում, իրենք դառնում են արդեն քաղաքական դիակ։ Ահա։ Իսկ թիվ 1 ընդդիմություն ԱԺ-ում, ազգային ժողովում, այդ կարող է այդպիսի նպատակ ունեցող ուժ էլ կա խոշորների մեջ, թե բացառում եք նման բան։ Բացառում եմ։ Դա միայն ես կարծում եմ ավելի շատ գնում է իրենց վարչապետի տեխնացուին, որպեսզի դա չգրված կանոն է թիվ 1-ի վարչապետի տեխնացուին պետք է փորձեն քվեարկել։ Եթե իհարկե ունենան այդ մեծամասնությունը բոլորը միասին։ Ինչ է հարցից կոնտեքստն է, որ դուք հավատում եք, այսպես եմ, ուժերի հավատը մի քիչ քաղաքական կատեգորիա չի, բայց վերլուծելով դաշտում առկա խոշորների մոտ իրոք տեսնում եք իշխանափոխության ձգտում, թե մանդատ ընդամենը։ Չէ, իհարկե։ Ռեալ ես կարծում եմ այո։ Կարծում եմ այո։ Տարբեր են, էլի։ Տեսեք, մի հարց էլ է շատ հնչում։ Ասում են, ինչ տարբերություններ կա 21-ի ու 26-ի իրավիճակի մեջ։ Այն ժամանակ պատերազմը նոր էր ավարտվել։ Կարծես թե փողոցային պայքար կար զուգորդված հնարավորությունները ոնց որ թե ավելի շատ էին գոնե առերևույթ հեռացնելու։ Հիմա պայմանները ավելի ամուր չի Փաշինյան իրավիճակը, որն է ավելի լավ են պայմանները նրան հեռացնելու։ Ավելի լավ է այն իմաստով, որ այն ժամանակ այնուամենայնիվ, եթե հիշում եք, գնաց այդ բյուրեղացումը եւ կոնսոլիդացիան բոլոր այն ուժերի, ովքեր չէին ուզում երկրորդ, երրորդ նախագաների։ Այն ժամանակ ոչ թե Նիկոլ Փաշինյանը այդքան ձայն հավաքեց, այլ որովհետեւ ես կարծում եմ այնուամենայնիվ Հայաստան դաշինքի վերջին այդ հանրահավաքը վախեցրեց բոլոր նրանց, ովքեր դեմ էին երկրորդ եւ երրորդ նախագաներին եւ կոնսոլիդացրեց նրանց Նիկոլ Փաշինյանի շուրջ։ Հակառակ էֆեկտ ունեցավ։ Հակառակ էֆեկտ ունեցավ։ Այսօր դաշտը, հա, առաջին հայացքից դուք ճիշտ եք ասում, թվում է թե այո, բայց կա իրականում այլ շերտեր։ Նախ սովորաբար միշտ իշխանությունը ունի հոգնեցնելու այդպիսի, հա, այդ գործոն։ Ընդհանրապես երկրորդ այդ ժամանակահատվածի վերջում, արդեն երբ մոտենում է 8-10 տարին, իշխանությունը միշտ հոգնեցրած է լինում։ Հիմնականում դա բոլոր տեղերում է այդպես։ Հիմա ես կարծում եմ հասարակության մեջ կա հոգնածություն։ Եվ ի տարբերություն 21 թվականի, երբ կային երկրորդ եւ երրորդ նախագահները եւ իհարկե 24 ուժեր, բայց ռեալ հասկանալի է, որ ռեալ այսօր ռեալ էլի ուժեր կան, ընդ որում բավականին, հա, արդեն լուրջ խաղացողներ, որոնք կարծես թե ոչ երկրորդ են, ոչ երրորդ են, ոչ իշխանություն են եւ ունեն հնարավորություն, ընդ որում բանի իմաստով են շատ տարբեր, հա, տեսեք, եթե օրինակ ասում են, որ ուժեղ Հայաստանը ավելի բնականաբար հաշվի առնելով Սամվել Կարապետյանի գործոնը, որ ավելի իբր ռուսամետ է, ապա այստեղ կա նաև միասնության թևերը Արման Թաթոյան, որը արևմտամետ է, այսինքն այստեղ այդ ամեն ինչից հոգնած զանգվածի մոտ եւ չկողմնորոշող զանգվածի մոտ, բացի այն, որ կա ընտրություն արդեն ոչ իշխանություն, ոչ երկրորդ, երրորդ, կա նաև ընտրություն վեկտորի։ Այսինքն այս ամենը խառնել է մի տեսակ Փաշինյանի խաղաքարտը, իհարկե, իրենց այս
արձագանքը դրա մասին։ Եվ ես կարծում եմ այնուամենայնիվ այս անգամ ընդդիմությունը, իհարկե ես կարծում եմ իշխանությունը շատ էլի կփորձի բազմաթիվ ուժեր մտցնել խաղի մեջ, այսպես կոչված փոշիացնող ուժեր, բայց ընդդիմությունը ինքը եթե տեսնում եք ավելի շատ գնում է կոնսոլիդացիայի ճանապարհով։ Ճիշտ է, կարծեք թե 4 ուժը ուրվագծվել են, 4 հիմնական ուժերը, որոնք մասնակցում են, դա Հայաստան Դաշինքն է, Գագիկ Ծառուկյանի ուժն է, Միասնության թևերն են Արման Թաթոյանի եւ Ուժեղ Հայաստանը։ 4 հիմնական ուժերն են, որոնց շուրջ ես որ հիմա նայում եմ, արդեն կոնսոլիդացվել են մնացած բոլոր այն ընդդիմադիր ուժերը, որոնք գոնե վերջին 5 տարիներին հայտարարել են պայքար այս իշխանության դեմ։ Այսինքն այնքան շատ չի լինի 20, ինչքան 21-ին, ճիշտ եմ հասկանում ձեզ մասնակիցները։ Տեսեք, կարող է 32-ն էլ լինի, բայց այնքան շատ չի լինի, ես նկատի ունեմ ընդդիմադիր հատվածից։ Ռեալ ընդդիմադիր հատվածից ես տեսնում եմ այս 4-ը, ես չեմ բացառում եւս մի քանիսը լինեն, որոնց ես չեմ համարում իշխանության ներդրված, ես ինքս չեմ համարում, օրինակ բոլորին դեմ եմ, որը ըստ իս ինչ որ ազնիվ ավելի շատ ռոմանտիկ երիտասարդներ են, որոնք իրենց ճանապարհն են ընտրել, որոնց մի մասը ընդդիմությունը համարում է, որ իշխանություն են, որովհետև փոշիացնելու են, ես չեմ համարում, բայց որ նրանք իշխանության ներդրվածն են, բայց նրանք գնում են առանձին ճանապարհով եւ դա արդեն պարզ է, իրենք հայտարարել են։ Չեմ բացառում Գուրգեն Սիմոնյանին, որը ես չգիտեմ, չեմ կարող պնդել իշխանությունը թե ոչ։ Բայց մնացած կարծեք թե բոլորը, պարզ է հանրապետությունը ուղիղ իշխանության ածանցյալ է, ինչը նրանք ապացուցել են արդեն Երևանի ընտրությունների ժամանակ, կան այլ ուժեր, որոնք բազմաթիվ անգամ փորձել են, չի ստացվում, կարծեք թե իրենց մոտ գնալով պակասում է իրենց էլեկտորալ հնարավորությունները։ Այսինքն եթե այդ մասամփոփեք եւ տեխնոլոգիապես եւ ստեղծված իրավիճակով եւ հասարակության տրամադրություններով կարող ենք ասել, որ շանսերը անհամեմատ ավելի լավ են, քան 21-ին ընդդիմության։ Այո, այո։ Ձեր ամբողջ այս վերլուծականը։ Այո, իհարկե։ Իշխանության կինդեր սյուրպրիզների մաս թեթև ակնարկեցիք, կարող են լինել այդ իշխանության կողմից, որ իրենց հետները այսպես են տանեն խորհրդարան հետո բանանելու այդպիսի։ Չեմ բացառում։ Հիմա տենց այդպես պարզ չի երևում, հստակ, հա, ու այսպես ասեմ, իշխանության կողքը չկա նոր ուժեղ Հայաստան, որը կարող է այսպես կրակել։ Չկա անգամ Միասնության թևեր։ Այդ թափի չեն հասնում, հա։ Բայց կան իհարկե կան եւ կփորձեր կարվեն, չգիտեմ ինչքանով կստացվի։ Հա, ասենք հանրապետություն կուսակցության տիպի կուսակցություն։ Իշխանության կողքը պարզ երևում է միայն հանրապետությունը, որը կարող է շանս ունենալ, ես միայն հանրապետությունն եմ տեսնում, որ շանս ունի իշխանության բանից կողմից, բայց դա էլ կարող է, օրինակ նույն հանրապետությունը անցյալ անգամ չանցավ, համոզված եմ հենց նրա համար, որ բոլորը գնացին կոնսոլիդա, հիմա էլ կարող է նույնը լինել իդեպ։ Հիմա էլ կարող է բոլոր այսպես ասած նախկիններին չսիրողները կոնսոլիդացվեն Նիկոլ Փաշինյանի շուրջ, որ եւ այդտեղ բավականին մեծ վնաս կհասցվի այն կուսակցություններին, որոնք այս կամ այն չափ ունեն շանս, բայց կարող են չանցնել հենց դրա պատճառով։ Ահա, այդ թեզը ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը տեսեք այդ նախկիններինը մեկ է խաղարկում են, որովհետև տեսեք մի թեզ են գցել, որ բոլորը եւ Ծառուկյանը եւ Ուժեղ Հայաստանը, ու այդ երկուսը գոնե ձայներ են հավաքում, որ փոխանցեն Քոչարյանին ու կոպիտ եմ արտադրում, այդպես գիծ են կապում, սա դա տեխնոլոգիա է, նորմալ է, իշխանությունը այդպես էլ պետք է անի, բա ինչ անի։ Էլի այդ վախերի վրա է։ Եթե տեսեք, ես արդեն մեր հաղորդումը սկսեցիք նրանից, որ ես ասեցի, որ վերադարձել է փորձած թանի։ Այստեղ էլ է ինքը վերադարձել փորձած թանին։ Հա, նախկիններ Ռոբերտ Քոչարյան, Բոբո կգա եւ այլն, ու պետքա բոլոր այն ուժերը, որոնք շանս ունեն դառնալու լիդեր, կապվի դրա հետ, որ գալու են, տալու են Քոչարյանին։ Ես վստահ եմ, որ չեն տալու Քոչարյանին։ Այսինքն ցած նաեւ Փաշինյանը այսպիսով ԿՊՆ Փաշինյանն է, հա, մերկացնում են այն վախերը, որ ունեն նույն
Կարապետյանից ու Ծառուկյանից ճիշտ եմ հասկանում, այսինքն այսպես ցույց են տալու իրականում վախ կա, եթե կապում ես, Իհարկե։ Կապելու մի թեզ էլ կա, հա, բոլորը ռուսական Չէ, վախ կա կորցնել իշխանությունը, դա է վախը, հա։ Այդ կա։ Մի կապելու գիծ էլ կա, բոլորը ռուսական պրոյեկտ են, առնվազն այդ երեքը, Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան, երևացողները, ռուսական պրոյեկտ են, Կայա Կալլասը փորձագիտական խումբ կուղարկեն կարագարձագանքման հիբրիդային ամեն օր կրկնվում է հիբրիդային սպառնալիք արտահայտությունը։ Ես դրա համար ասացի, որ օրինակ միասնության թևերը ամենևին չի երևում, որ որևէ ռուսական կապ կա։ Ընդհակառակ նույն Արման Թաթյանը ավելի շատ միշտ ընկալվել է որպես արևմտամետ գործիչ։ Կարող է իշխանությունը Էլ չեմ ասում Շանդ Դաշինքի հետ միանալուց հետո դա ընդհանրապես Փաշինյանը իրեն չի համարում այդ թիվ 1 հակառակորդը, ու թիվ 1 հաստատ չի համարում, դա խնդիրը դրա համար։ Չէ, բարձր է որ թիվ 1-ը չէ։ Ռուսականի տակ նրանց են մտցնում։ Հա, բայց ես վստահ եմ, որ օրինակ այդ ուժը եւս բավականին ազնիվ պայքարում է իշխանության դեմ։ Շեմ անցնելու շանսեր ունի։ Իհարկե։ Լավ, եթե շարունակենք այն թեման, Կալլասը ասացի, դրան գումարած հետախուզության հայտնի գիտեք հայտարարությունը վերջին Ռուսաստանում ճնշումների եւ այլն, դե բառը չէին գրել, բայց հետո իրենց արբանյակներով տարածեցին, որ հա, ավտոբուսներով տասնյակ հազար մարդիկ են բերելու, թե 100,000-ավոր ընդհուպ։ Այս ամեն ինչը արդյոք լուրջ է իշխանությունը սրա տակ իրոք այդ ճակերտավոր մոլդովական սցենար է նախապատրաստում։ Ճիշտն ասած, երբ որ չէին ասում ումն է, ինձ թվաց Թուրքիային նկատի ունեն, որովհետեւ Թուրքիան է միայն հայտարարել որ լավ է որ միջամտության մասին Թուրքիան է, եթե հաշվի առնենք, որ Թուրքիայում Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ են ապրում եւ ավտոբուսներով նրանց բերելը եւս այդքան բարդ չէ, ինձ թվաց Թուրքիային նկատի ունեն։ Հետո բացվեց խաղաքարտերը։ Հիմա սա ենթադրում է, որ կտեսնենք այդ մոլդովական սցենարը, օրինակ չգիտեմ, նույն ուժեղ Հայաստանի կասեցում, արգելափակում, ընտրություններին չթողնել մասնակցել։ Հաշվի առնելով այս իշխանությունների գործելավոճը վերջին 1-2 տարիների ընթացքում, ես ոչինչ չեմ բացառում։ Բայց այդտեղ ես կարծում եմ արդեն ընդդիմության խնդիրն է, որպեսզի հասկանալ եւ ունենալ այսպես կոչված պլան B, C, D եւ այլն։ Որտեւ իշխանությունը կարծում եմ բաց է խաղում, դա նկատի ունեմ, արդեն այս պահից բաց է խաղում, այս ամբողջ, չէ, հիմք է ըստ էության, հիմք չէ հետագա գործողությունների համար։ Իհարկե, ես դրա համար էլ ասում եմ, բայց դա արդեն ընդդիմության խնդիրն է, ինձ թվում է ընդդիմությունն էլ պետք է որ լուրջ մոտենա այս ամեն ինչին, որովհետեւ նույն ընդդիմությունը բազմիցս հայտարարում է, որ իշխանությունների համար սա գոյաբանական պայքար է եւ այլն, Եթե ընդդիմությունը չհասկանա, որ իրենց համար էլ է գոյաբանական, իրենք շանս չունեն հաղթելու։ Ընդդիմությունը կարող է հաղթել, ես չեմ ասում, հա, որովհետև շանսերը հիմա հիմա ասել 2 ամսվա մեջ շատ բան կարող է փոխվել, բայց շանս ունի, բայց այն դեպքում, եթե ոչ թե այդ գոյաբանական այս արտահայտությունը գցի իշխանության դաշտ, այլ հասկանա, որ նաև իր դաշտում է դա։ Իրենք էլ են գոյաբանական պայքարի մեջ։ Այս պահին այդ հասկացողությունը տեսնում եք այդ դաշտում, ընդդիմադիր դաշտում, գործողությունները տեսնելով, ռետորաբանությունը տեսնելով։ Ինչ որ մի հատվածով այո, ինչ որ մի հատվածով ոչ։ Սա պետք է բոլորը հասկանան։ Այսինքն ընդհանուր գնան, եթե կարիք լինի փողոցային պայքարի նաև այդ պլանների մեջ ձեր ասած։ Նախընտրական եւ հետընտրական։ Ես կարծում եմ, որ օրենքով սահմանված բոլոր պայքարի բոլոր ձևերին պետք է ընդդիմությունը պատրաստ լինի, անպայման։ Այդ վերջի հարցը, այդ ռուսական պրոյեկտը, թե իշխանության խոսուտի դուրս գանք, ուռճացված չէ արդյոք թե իրոք այդպես է մոտեն, այդ որ այդ անպայման Կրեմլն է ուղարկել, հա, կոպիտ այդպես են ասում։ Կա Մոսկվայից Ես չեմ լսել այդպիսի բան, ես չգիտեմ իշխանության առաջին դեմքերը դրա մասին ասում են։ Ինչու առաջինը, վարչապետի շրջապատ, լավ այսպես ենք։ Բայց վարչապետը ասում է թե ոչ։ Վարչապետը անձամբ չի ասում, ակնարկում է, ուղիղ չի ասում, ակնարկում է, չէ՞, մենք անկախության Ես անհամբեր սպասում եմ, երբ կասի վարչապետը դա։ Հա։ Վարչապետը, ազգային ժողովի նախագահ, չգիտեմ, տարբեր այլ քաղաքական իրենց գործիչներ,
Այսինքն ինչու ձեր կարծիքով իրենք չեն ասում մեր ձերն են ասում, ինչ կա դրա տակ թաքնված, մի բան ակնարկում եք, ասում եք ինչու իրենք չեն ասում, Ես հարցնում եմ, ինչու չեն ասում։ Դուք ասում եք բաց են խաղում, ես էլ ասում եմ, բայց այդպես բաց են խաղում, ինչու չեն ասում ում մասին է խոսքը։ Այլ երկիրը որն է, այլ երկիրը ես Թուրքիա եմ հասկանում օրինակ։ Կամ չեմ բացառում, չգիտեմ օրինակ, Պապուա Նոր Գվինեա, այլ երկիր, ինչ անշանակում այլ երկիր, որ երկրում է դա։ Որ երկրից են հիբրիդային պատերազմ հրահրում կամ իրականացնում, որ իմանանք, որ երկրի դեմ պետք է պայքարենք մենք։ Մոսկվայից վախենում են ուղիղ տեքստով չեն ասում, ինչ է խնդիրը։ Ես էլ չգիտեմ, դե իրա այ որ բան լինի, առիթ լինի, լրագրող եք, հարցրեք իշխանություններից։ Ինչու ուղիղ տեքստով չեն ասում։ Կախման կետերով էլ ավարտենք դա։ Ոնց կասեք։ Երևի կպատասխանեն շատ։ Ոնց կասեք։ Շատ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ Կիզակետում այսօր քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էր, Կիզակետի թողարկումներն ու շատ էլ տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք։